մեր տաղավարում հյուրընկալվել է Գերագույն խորհրդի падգամավոր Ազատ Արշակյանը, բարերեկո պարոն Արշակյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Արշակյան, խոսելով քաղաքական վերջին զարգացումների մասին, ուշադրության կենտրոնում բոլորի հանրապետականների եւ դաշնակցության այս կոալիցիոն համագործակցությունն է, որի շրջանակներում դեռևս մի շարք հարցեր մնում են անպատասխան։ Երեք գործադիր մարմնի նիստից հետո այդպես էլ ոչ մի հարցի չտրվեց պատասխան։ Մամուլում շրջանառվում են մի քանի նախարարությունների անուններ, մարզերի անուններ, որոնց ղեկավարները պետք է լինեն արդեն դաշնակցություն, կուսակցությունից։ Ըստ ձեզ որ ոլորտները կտրվեն դաշնակցությանը եւ որ մարզերը եւ արդյոք այդ ոլորտների արդյունավետ կառավարումը ստորադասվում է արդեն քաղաքական որոշումներին։ Սկսենք ձեր հարցի վերջի նախադասությունով։ Արդյունավետ կառավարման մասին պետք է լինի խոսքը, այսինքն քանի որ խոսակցությունը այդ բանակցությունները, քննարկումները տեղի են ունենում ստվերում, գաղտնի են, դրանք փակ են, թափանցիկ չեն։ Մենք կարող ենք միայն գուշակություններ անել, հենց հիմա մենք զբաղված ենք գուշակություններով, որը ժողովրդավարական երկրում քաղաքական քննարկումների մասին այս լեզվով խոսելը ճիշտ չի, բայց մենք ստիպված ենք։ Հիմա պետք է ասենք, որ ինչ են քննարկում նրանք։ Եթե հանրապետական կուսակցությունը գտնում է, որ ինքը լավ չի աշխատում, իր ուժից վեր է Հայաստանը, իմ կարծիքով, տնտեսական քաղաքական ճգնաժամից դուրս բերելը, հրավիրում է օգնական ուժի, դաշնակցությանը, այդպես պետք է լիներ։ Ուրեմն դաշնակցությունը պարզ է, որ պատրաստակամություն է հայտնել Հայաստանը, այդպես ասում են, դաշնակցությունը հայտարարության լիդերներից հայտարարեցին, որ այո, վիճակը լավ է, մենք Հայաստանը գալիս ենք փրկելու։ Այդ դեպքում մոտ հարց է առաջանում. ումից փրկելու նախ։ Իհարկե, նախ ումից փրկելու, ապա շնոր ոչ արդյունավետ կառավարող իշխանությունից Հայաստանը փրկելու։ Եթե դա է նպատակը, շատ լավ նպատակ է դա, ուրեմն հարկավոր է պատրաստվել ընտրություններին 1 տարի հետո, ընդամենը 1 տարի հետո լինելու են ընտրություններ, դաշնակցությունը, այդ փրկիչ դաշնակցությունը իր թիկունքում ունի 1 միլիոն միայն աղքատ Հայաստանում, այսինքն դա բավարար է, դա քվորում է։ Եթե կարողանա այդ 1 միլիոն աղքատ մարդկանց ապացուցել, որ գալով իշխանության, ստանալով իշխանությունում լծակներ կառավարման, ինքը մեր վիճակը կբարելավի, ներքին քաղաքական եւ տնտեսական կյանքը կբարելավի, արտաքին մարտահրավերների դեմ ունի բանաձևեր, դեղատոմսոնի, կարող է դա էլ լուծել, ուրեմն 1 տարի ընդամենը 300 օր հետո մենք կարող ենք ձայն տալ դաշնակցությանը, դաշնակցությունը կգա իշխանության եւ ամեն ինչ լավ կլինի, բայց եթե այդպես չէ, այսինքն դրանք հայտարարություններ են, իրականում այլ խնդիրներ են լուծում, գաղտնի ինչ որ պայմանավորվածություններ են, ես այդ դեպքում չգիտեմ ինչ պետք է ասենք մենք ուրիշ հարց ենք, արդեն ուրիշ հարց է առաջանում, այսինքն ըստ կանխատեսումների դաշնակցությունը ենթադրում է, որ եկող տարի այնքան վատ է լինելու ընտրություն, ժողովրդավարությունը այնքան է իջնելու Հայաստանում, որ դաշնակցություն, կուսակցությունը չի կարող ներկայացված լինել իշխանություններում առանց իշխանության թույլտվության, այսինքն իր քաղաքական ծրագիրը, մրցակցային ծրագիրը, կարծում եմ, որ այլընտրանքային ծրագիրը հանրապետական կուսակցության հետ այնքան խոցելի է, այնքան թույլ է, այնքան քիչ աջակցություն է ստանալու, որ ինքը իշխանությունից դուրս կմնա, ուրեմն այլ տարբերակ չի մնում, քան հանրապետության, այսինքն կապիտուլյացիա, դա կոչվում է հանձնվել, հանձնվում է հաղթողի բարեհաճությանը։ Հիմա ես մտածում եմ այդպես է, դաշնակցությունը հանձնվեց հաղթողի, ապագա հաղթողի, ոչ միայն այսօրվա հաղթողի, ապագա իշխանության բարեհաճությանը, գոնե բյուրոկրատական իր նոմենկլատուրայի մի քանի հոգու տեղավորեն աշխատանքի տեղավորման խնդիր են լուծում։ Բայց խոսելով հենց այդ աշխատանքի տեղավորման մասին, հիմա փաստորեն մի քանի ոլորտներ, մարզեր տրվելու են դաշնակցություն, կուսակցության ներկայացուցիչներին։ Օրինակ
այդ ոլորտներն արդեն չեն կարևորվում փաստորեն։ Ավելի առաջնային է դառնում հենց այդ քաղաքական որոշումը, իսկ ոլորտների արդյունավետությունը այսքան ժամանակ ոչ մի ոլորտի նախարար, օրինակ, որևէ քննադատության չի ենթարկվել հենց հանրապետական կուսակցության ղեկավար կազմի կողմից, նրա ոչ արդյունավետ կառավարման համար, բայց հիմա փաստորեն հենց այդ նույն նախարարները, որոնք միշտ գովքի են արժանացել, լքելու են իրենց պաշտոնը եւ նրանց փոխարեն այդ պաշտոնում լինելու են իրենց դաշնակցական գործընկերները։ Սա չի խոսում արդյոք նրա մասին, որ պատշաճ ուշադրություն չի դարձնում ոլորտի զարգացման վրա։ Դա գիտեք, եթե քաղաքականությունը թողնենք մի կողմ, հնարավոր չի, բայց պայմանավորվենք, որ այդպես քաղաքական չի։ Վատ աշխատողներին, օրինակ կրթության, գիտության նախարարության մասին, մենք մինչև հիմա տեղյակ ենք, որ բավական լուրջ բարեփոխումներ են կատարվում։ Մենք գիտենք, որ մեր ուսանողները, աշակերտները մեդալներով վերադառնում են մրցումներից։ Մենք գիտենք, որ նախարարը Աշոտյանը, պարոն Աշոտյանը, բավական շփվող հաղորդ քաղաքական գործիչ չէ, նա հրապարակային գործիչ չէ, հանդիպումների, այսպես ժողովրդի հետ շփման, քաղաքացիական շփման լուրջ կուլտուրա ունի, բարձր կուլտուրա ունի, այսինքն կարող ենք ասել, եթե համեմատում ենք այլ բնագավառների հետ, հաջողակ է, հաջողված նախարար է։ Բացի դրանից նա նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում է ներկայացնում Հայաստանը, ինտերնացիոնալում նա է ներկայացնում Հայաստանը։ Հիմա այդ մարդը հեռացվում է աշխատանքից, հեռացվելու մի պայման կա։ Եթե անհաջող է, ուրեմն նրան պետք է պատժեն, մենք պետք է իմանանք, որ կրթության բնագավառում մենք ունեցել ենք ձախողումներ, կատաստրոֆիկ վիճակ է, հեռացնում են Աշոտյանին, նրա փոխարեն հրավիրում են այլ ավելի լավ ծրագրով, այդ ծրագիրը մենք պետք է իմանանք, որտեղ Աշոտյանը ուներ ծրագիր, կառավարության ծրագրի մի մասը հենց կրթության ծրագիրն էր, բյուջեն էլ վերջերս է հաստատվել, ուրեմն մենք պետք է ասենք, որ լավ է, պրծանք, տգիտությունից պրծանք։ Բայց ձեր ասած սցենարը ամենայն հավանականությամբ չի լինի եւ Աշոտյանին օրինակ կասեն շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի։ Պետք է ասեն շնորհակալություն եւ պաշտոնի բարձրացում պետք է տեղի ունենա։ Այդպես է։ Մենք բոլորս նաեւ անձնական շահեր ունենք։ Մարդը չարչարվել է 5-6 տարի նախարար է եղել, բարեփոխումներ անցկացրել է, պաշտոնի բարձրացում ո՞րն է հաջորդ պաշտոնը։ Ուրեմն նշանակում է կառավարությունը, վարչապետը պետք է հրաժարական տա, կառավարությունը պետք է պաշտոնան կարվի, պետք է հեռացվի ու նոր կադրեր լինեն, այդ թվում եւ հրավիրեն դաշնակցությունից համապատասխան որակավորում ունեցող այդ ծրագրերը սպասակող կադրեր։ Այսինքն կառավարության ծրագիրը պետք է լինի միասնական, դա չի կարող երկիշխանություն լինել, դաշնակցությունը իր ծրագրերը իրականացնի, օրինակ հայ-թուրքական հաշտեցման բնագավառում դաշնակցությունը ուրիշ բան, ասի, հանրապետականը ուրիշ բան։ Հասկանալի է, չէ՞, դա պետք է միասնականությունը լինի։ Ուրեմն ես ուզում եմ վերադառնալ, հերացվող մարզպետները վատ աշխատողներ են, նրանք քաղաքական կամ կառավարման համակարգում կոպիտ սխալներ են թույլ տվել, եթե թույլ ընտրվել մի քանի ամիս առաջ նրանց ատեստացիան էր։ Աշնանը ամեն աշուն այդպիսի բան լինում է, բայց բոլորը կարծես թե դրականից ստացան, լավ էր, իրենց գործում հաջողակ էին։ Բայց ինչի եք հեռացնում։ Հիմա ունենք պատկեր, օրինակ Շիրակի մարզպետի հեռացման մասին այս լուրերից հետո գյուղապետերը դժգոհություն էին հայտնել եւ ասում են, որ չեն ցանկանում որպեսզի մարզպետն հեռանա։ Այս դեպքում ինչ որ հակասական պատկերներ են։ Շիրակը բարեբախտաբար մենք Շիրակ ունենք։ Այդ աղետները չկոտրեցին Շիրակը։ Իհարկե պետք է դժգոհենք։ Ինչի եք հեռացնում։ Ինչի եք հեռացնում։ Մենք նրանց ձայն ենք տվել։ Քաղաքացիները հանրապետական կուսակցության ծրագրին ձայն են տվել։ Դրա շնորհիվ է, որ նրանք ազգային ժողովում մեծամասնություն ունեն, կառավարություն են ձևավորել, ձայն են տվել։ Այդ ձայնը ում եք տալիս դուք։ Նախընտրական կամպանիա կար, ընտրությունների ժամանակ միավորվեիք, ձեր ծրագրերը միացնեիք, դա անեիք, հիմա մենք էլ կասենք, դա ճիշտ է։ Մենք դա գիտեինք, մենք հենց այդ քաղաքական կուրսին ենք ձայն տվել։ Հիմա ստացվում է, որ մեր թիկունքում ինչ որ բաներ են անում եւ ես լավ բան չեմ տեսնում դրա մեջ։ Դա հուսահատեցնող քայլ է։ Ես համարում եմ, որ դաշնակցությունը կոտրվեց։ Հուսահատվեց, ընկճված է, ստիպված ինչ որ բան վերցնում է, որպեսզի հաջորդ իշխանություններում
Դաշնակցություն անունը մարգինալների մեջ չլինի։ Եթե դա է, մենք բոլորս պետք է շատ անհանգստանանք։ Եթե նույնիսկ դաշնակցությունն է անհանգստանում, որ դուրս կմնա իշխանությունից, այսինքն այնտեղ բոլորը լինելու են ակոլկա դաչվածքներով, այսինքն դա պետք է հաշվի առնելու են դաչվածքներ եւ կլիչկա մականուններով, այսինքն այնպես է որ նույնիսկ դաշնակցությունը, որ բավական հանդուրժող է եղել իշխանության իր համար ոչ ցանկալի քայլերին, ուրեմն նրան հեռացնում են իշխանությունից, մեզ սպասում է մաքուր քրեական իշխանություն։ Եթե քաղաքական կուսակցությունը հանձնվում է, լքում է իր ընտրողներին, իր շարքայիններին, բա չեք հարցնում ձեր շարքայիններին, թե արդեն ստացել եք այդ մանդատը, հենց հարմար լինի տեղավորվեք։ Բայց սա առաջի դեպքը չի, որ դաշնակցությունը կոալիցիա է կազմում հանրապետական։ Ծրագրերի շուրջն է եղել։ Ես դաշնակցական չեմ, դրա համար դատվել եմ։ Իմիջիալես սովետական միության ժամանակ, բայց կուսակցական չեմ ու այնպես չի, որ ես նրանց երկրպագուներից չեմ, բայց ծրագրեր կային, ծրագրերի պատճառով խիզախ քայլեր էին անում, օրինակ դուրս եկան այդ կոալիցիայից, որովհետև համաձայն չէին քաղաքական կուրսի հետ։ Հիմա գուցե հանրապետական կուսակցությունը ներողություն է խնդրելու, արտաքին գործերի նախարարը հրաժարական պետք է տա, պետք է իր դիվանագիտական կոչումներից զրկվի շվեյցարական իմ կարծիքով ոչ վատ բանակցություններից։ Պարոն Արշակյան, անդրադառնանք նաև մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին, փաստորեն քաղաքապետարանը հանրահավաքի թույլտվություն է տվել նույն ժամի համար միանգամից եւ Հայ ազգային կոնգրես կուսակցությանն ով 2009 թվականից ի վեր ամեն մարտի 1-ին հանրահավաք երթ է անցկացնում եւ նաև Նոր Հայաստան հանրային փրկության ճակատին։ Եվ այստեղ տարաձայնություններ կարծես թե եթե ոչ տարաձայնություն, ապա ամեն դեպքում համաձայնություն չկա միասնական օրակարգով հանրահավաք անցկացնելու համար։ Ըստ ձեզ մարտի 1-ն այն օրն է, երբ կարելի է քաղաքական հայացքների, քաղաքական, այսպես ասած, անհամաձայնության պատճառով դժբախտությունը պետք է մեզ միավորեր, պետք է համերաշխության փոխզիջումներ լինեն, ընդհանրապես դա դառնալ երկրորդական ով հարթակում ինչ պետք է ասի, պարզապես պետք է դա հարգվեր, դա արդեն հարգանքի օր է, դա հիշատակի օր պետք է լիներ զոհվածների, այդ 10 հոգու հիշատակի օրը պետք է լիներ եւ այլն։ Ցավալի է, որ այդպես չէ, բայց ես գիտեք ինչ կասեի, դա օրակարգում կա միշտ օրակարգում պետք է լինի քաղաքացիական հասարակության, քաղաքացիական ազատությունների համար զոհված մեր քաղաքացիների հիշատակի օրն է դա, բայց օրակարգում այսքանի օրը կա շատ ավելի հետաքրքիր հարց։ Մանավանդ այդ ուժերը, որոնք որ հայտ են ներկայացնում մարտի 1-ի համար, առաջի անգամ շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Բոլշևիկյան կուսակցության իրավահաջորդը 1921 թվականի մարտի 16-ին անկախ հայկական պետությունը կործանող ուժը կարծես թե ուզում է ներողություն խնդրել մեզանից։ Հիմա նրանք մեղադրում են Թուրքիային, ասում են, որ թուրքերը մեզանից շատ բան տարան, նրանք որպես դաշնակիցներ արժանի չէին այդ մրցանակին։ Նրանք մրցանակ ստացան Հայաստանը, Հայաստան պետության մի մասը թուրքերը մրցանակ են ստացել, քեմալականները մրցանակ են ստացել բոլշևիկներից, հիմա բոլշևիկներին ասում են, նրանց իրավահաջորդները ասում են, որ շատ էր այդ մրցանակը ձեզ, դուք դրան արժանի չէիք։ Հիմա մենք դա չենք նկատում, այսինքն այդ հանրահավաքից առաջ այսօր, վաղը, մի քանի օր հետո, ամեն օր պետք է հանրահավաքներ լինեին։ Ես նկատի ունեմ այն ուժերին հատկապես, ովքեր որ մենք կոչում ենք ռուսամետ։ Այդ ռուսամետ ուժերը պետք է գնային դեսպանատան առաջ հանրահավաք անեին, շնորհակալություն ասեին, որ մեղքի զգացում կա, որ Ռուսաստանը արդեն երրորդ էտապն է, որ ներողություն է խնդրում մեզանից։ Առաջինը դա այն էր, որ Ռուսաստանը 94 թվականին թույլ տվեց, որ Սամվել Բաբայանը ստորագրի մի փաստաթղթի տակ, որով որ Ղարաբաղը ճանաչվում է վիճելի տարածք։ Դրանից առաջ ամբողջ պատմության ընթացքում Ռուսաստանն ասում էր դա վիճելի չի։ Դա Ադրբեջանինն է։ Մի անգամ նրանք ասացին դա վիճելի տարածք է։ Երկրորդը ձևավորվեց Մինսկի խումբը։
Այսինքն Ռուսաստանը թույլ տվեց, որ իր եւ Թուրքիայի, իր դաշնակից Թուրքիայի որոշումը դառնա միջազգային ինտերնացիոնալի քննարկման առարկա։ Դա շատ հետաքրքիր բան է։ Էրոզիա է գնում, այդ դաշինքի էրոզիան գնում է։ Եվ երրորդը վերջերս, որ արտաքին գործերի 3 արտաքին գործերի նախարարի խոսնակը հայտարարեց, որ դա քննարկվում է։ Արդեն դրա համար ռուսամետները պետք է գնային շնորհակալություն հայտնեին։ Ասեմ, որ շնորհակալություն, որ դուք դա քննարկում եք, որ դուք այդ հարցը բարձրացնում եք։ Մենք ոչ ռուսամետներս, հայաստանցիներս, ես կասեի, հայամետներս, հայրենասերներս, մենք ասում ենք, որ ուշացել եք, դուք ոչ միայն պետք է դա քննարկեք, դուք պետք է փոխհատուցում տաք, դուք պետք է ներողություն խնդրեք մեզանից։ Մեր երկիրը կործանեցիք, հիմա դուք ձեր գզվրտոց է սկսվել ձեր մեջ, նորից մեր հարցնեք, ներողություն խնդրեք, փոխհատուցում տվեք, վերականգնեք մեր տարածքները։ Այ երկու տեսակի պետք է լինեին միտինգներ, հետո կգնայինք մարտի 1-ին, կասեինք օրակարգը փոխվել է, մարտի 16-ին ենք մենք գալու, հայ ժողովուրդ։ Այսօր գալիս հարգում ենք հիշատակը մեր ընկերների, իսկ մարտի 16-ին գալիս ենք ազատության համար, մեր հայրենիքի ազատության համար։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Արշակյան, ցավոք մեր եթերաժամանակն ավարտվում է։